Պարոն Նահապետյան, ես ուզում եմ, քանի որ այս փուլում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը ընտրական հանցագործություններն են եւ սա ձեր ոլորտում է գտնվում, ես կուզեի մի երկու օրինակով սրա վերաբերյալ մի հարց տալ։ Նախ բարեգործության արգելքը, որը փաստորեն սկսեց այս կարգավորումը գործել ընտրությունների օրվա նշանակման պահից սկսած եւ արդեն ահազանգեր են հնչում քաղաքական դաշտում քաղաքական ուժերից, օրինակ խոսում են վարձավճարների վճարման մասին, դրան զուգահեռ վարչապետի տիկնոջ հիմնադրամը օրինակ անգլերենի դասընթացների խոստումներ է հնչեցնում, բայց արձագանքներ դեռ չկան հակակոռուպցիոն կոմիտեից։ Ես ուզում եմ դուք ասեք, օրինակ այս օրինակով կոնկրետ, երբ որ վարչապետի տիկինը ընտրական process-ի այս ընթացքում, որը արդեն գործում է կարգավորումները, ինքը ինչով խոստումներ է տալիս կամ հայտարարություններ է անում հիմնադրամի շրջանակներում։ Այստեղ խնդիր կարող է լինել քրեական գնահատական, իրավական գնահատական կարող է լինել այս ամեն ինչին, թե ոչ։ Ես այս բանին խուսափեմ կոնկրետ դեպքի մասով իրավական գնահատական տալ, որպեսզի հետագայում նաև չկանխորոշվի, իմ ասածը իրավական երկով, բայց մենք քրեական օրենսգրքում ունենք 221 հոդված, դա բարեգործության արգելքը խախտելու հոդվածն է եւ այն ըստ էության գործում է, երբ որ նախագահան հրամանագիր է ստորագրում, որով նշանակում է ընտրության օր եւ այդ պահից սկսած մինչեւ արդյունքների ամփոփումը մենք գործ ունենք բարեգործության արգելքի հետ, որը նաեւ նախատեսված է ընտրական օրենսգրքում եւ այդ հոդվածում հստակ սահմանված են թե եղանակները, թե սուբյեկտները, ովքեր են այդ հոդվածով հանձնակազմի սուբյեկտ, կուսակցության անդամ կլինի, թեկնածու կլինի եւ այլն, ասոցիացվող հիմնադրամները, անձինք, չէ՞, որոնք նաեւ հոդվածով կա հստակ բան, որ դա պետք է ուղղված լինի ընտրողին, ընտրողներին պետք է ուղղված լինի եւ պետք է դա կատարվի անհատույց ու ըստ էության նաև մենք նպատակ ունենք այդ հոդվածով, դա ընտրողի կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելն է բովանդակային առումով եւ եթե այս ամենի հետ կապված մենք ունենում ենք կոնկրետ դեպք, ապա այդ մասով սկսում են ստուգողական գործողություններ, վերջնական իրավական գնահատական կհայտնենք։ Դուք ընթացակարգերի եւ օրենքներին ու կարգավորումներին եք հղում անում։ Հիմա կա կոնկրետ դեպք հիմնադրամի գործունեության ընթացքում այս փուլում եթե դասընթացներ է կազմակերպում անգլերենի կամ ինչ որ ուրիշ հայտարարությունների անում կրկին էլի այն զանգվածի համար է, որը կարող է պոտենցիալ ընտրող լինել։ Այստեղ իրավական գնահատականի հարց կարող է առաջանալ, թե այստեղ ասոցիացվելու խնդիր չկա առհասարակ, դուք չեք տեսնում խնդիր, որ այդ հիմնադրամը ասոցիացվում է կոնկրետ քաղաքական ուժի եւ ղեկավարի հետ նրա։ Տեսեք, ես այս բանին նման գնահատականներ կխուսափեմ, դա որովհետև կոնկրետ ձեր ասած դեպքով մենք հաղորդում հակակոռուպցիոն կոմիտեում չունենք այս բանին, բայց վաղը մյուս օր եթե ունենանք հաղորդում եւ եթե հիմա ես ձեր հարցին պատասխանեմ ու ասեմ իրավական առումով թե ունենք բարեգործության արգելքը խախտելու հանցակազմ կամ չունենք, դրանով ես ինձ կանխորոշում եմ, որպեսզի հետագայում իրավական process-ներում համապատասխան ճիշտ իրավական որոշում գնահատական տրվի։ Եթե մենք ունենանք ձեր ասած դեպքով հաղորդում կամ ունենանք ստուգողական գործողություններ, մենք դրանով կկայացնենք համապատասխան դատավարական որոշում եւ հանրությունը կիրազեկվի պատշաճ։ Պարոն Նահապետյան, իսկ երբ որ մարզպետը դուք դա չեք տեսնում, դրանով ինչու չեք զբաղվում, դա խնդիր է թե ոչ։ Խնդրում եմ թողեք վերջացնի հարցերը, հետագայում ձեր հարցերը կտակ։ Երբ ուզում եմ մի օրինակ էլ հարցնեի մարզպետը, Սյունիքի մարզպետը, օրինակ որոշում է ստորագրել փետրվարի 9-ին, երբ որ արդեն կարգավորումները գործել են եւ այդ որոշմամբ գումար է բաժանվել քաղաքացիներին, ովքեր աջակցության համար դիմել են մարզպետարանին։ Այս փուլում անկախ նրանից համայնքի ղեկավարը իշխանական թիմից է կոնկրետ կամ կուսակցական է թե ոչ, անկախ այս հանգամանքից համայնքի ղեկավարները իրենց գործողություններում որոշակի արգելքներ եւ զսպող գործողություններ պետք է իրենց քայլերը ենթադրեն, թե այսինքն դուք ո՞նց եք այդ սահմանը հասկանալու, օրինակ այս գումարի բաժանումը կարելի է եւ որևէ բան չի ենթադրելու կոնկրետ մի ուժի համար, թե ոչ, ո՞նց եք վարվելու, կոնկրետ այս օրինակում ինչ որ խնդիր տեսնում եք, թե այստեղ էլ հաղորդում չեք ստացել։ Կոնկրետ այս օրինակով մենք ունենք ստուգողական գործողություն հակակոռուպցիոն կոմիտեում եւ ստուգում ենք, թե այ տվյալ պաշտպանատար անձը կուսակցության անդամ է հանդիսանում, չի հանդիսանում, այդ գումարը պաշտպել է համապատասխան դիմումների հիման վրա քաղաքացիների, թե ոչ, ինչ նպատակ է հետապնդել այդ գումարի պաշտումը, երբ որ ավարտական ունենանք, արդեն ստուգողական գործողություններ ունենանք ավարտական process, այդ դրա մասին, նորից եմ ասում, հանրությունը կիրազեկվի կոնկրետ ձեր ասած դեպքում։
Իսկ թե սահմանը ինչպես ենք որոշում, հա, իրավական առումով, սահմանը որոշում ենք յուրաքանչյուր դեպքում առանձին կախված տվյալ դեպքի հանգամանքներից։ Հիմա ես չեմ կարող կանխորոշել եւ նշել, թե որ դեպքում մենք կորագենք բարեգործության արգելքը խախտելու հանցակազմով, իսկ որ դեպքում չենք որագի։ Եթե չորագենք, եթե մենք վարույթ չնախաձեռնենք, մանրամասն կնշվի վարույթ չնախաձեռնելու արձանագրության մեջ պատճառները եւ այդ մասով նաեւ հանրությունը կիրազեկվի։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, թե եթե ընդդիմադիր է, եթե ոչ, ապա կարող եմ կոնկրետ դեպք նկարագրել, երբ որ բարեգործության արգելքը խախտելու հանցակազմով մենք նախորդ ընտրություններում, այո, հիշում ենք մեր գործընկերներից Լիան Սարգսյան, տեսանյութ հրապարակել, չէ, դեպքն եմ ուզում ձեզ հիշեցնել։ Թողեք վերջացնեմ, ես դեպքը հիշացնեմ, դուք մնացածը, հա։ Երբ կվերջացնի։ Հիմա եթե փոխադարձ հարգանքի մթնոլորտում շարունակելու ենք հարցազրույցը, շարունակենք, եթե չէ, ես թողեմ գնամ, ձեր հարցադրումները արեք, սպասեք, ես նախորդ հարցի պատասխան տամ, հետո ձեզ լսեմ, հա։ Մենք Էջմիածնի ընտրություններով կոնկրետ ունեցանք բարեգործության արգելքի խախտման դեպք, որով մեղադրյալ է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամը բարեգործություն կատարելու համար։ Հետևաբար ձեր այն մեկնաբանությունը, որ կախված թե որ կուսակցությունից է եւ այդ ըստ այդմ էլ նաեւ որոշում կայացնենք, դա իրականության հետ կապ չունի։ Նախաքննությունը ավարտվել է այդ գործով։ Այդ գործով նախաքննությունը ավարտվել է, անձը գտնվում է տնային կալանքի տակ եւ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Պարոն Նավապետյան, տեսնակ սահման, ինչպես է լինել, օրինակ պետական պաշտոնյան այդ ընթացքում ինչ որ քայլանում համայնքին օգնում է ինչ որ ձևով։ Դա ներկայացնում է որպես իր պարտականություններ, որտեղ պաշտոնյա է։ Հիմա այդ սահմանը ընտրությունների ժամանակ ո՞նց է որոշվելու, որ դա բարեգործություն չի, այլ այդ պաշտոնյայի լիազորությունների թելադրված քայլ։ Այդ սահմանը կա թե չէ։ Ես նորից եմ ասում, յուրաքանչյուր դեպքում գնահատում ենք գործի դեպքի հանգամանքները, թե սահմանը որտեղա որ պաշտոնյան իր գործառույթների մեջ մտնող որևէ գործողություն է կատարել, այդ գնահատում ենք, թե կոնկրետ ինչ գործողություն է կատարել։ Եթե իր կատարած գործողությունը մտնում է իր պաշտոնական պարտականությունների մեջ, թե որևէ հանցակազմի առումով որևէ խնդիր չունենք։ Նախընտրական, ինչպես եք դուք տարբերելու։ Արդյոք դա սուբյեկտիվ չի լինելու։ Այդ գումար է բաժանում օրինակը կոնկրետ։ Դա բարեգործություն է, թե պարտականություն, այդ ոնց է, էլի։ Լայն չի մեկնաբանության Հիմա տեսեք, մենք ունենք մարզպետարաններում օրինակ հանձնաժողովներ, որոնք քաղաքացիների